Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր մենք կանդրադառնանք Տոլստոյի խոստովանությունը, կարելի ասել հրապարակախոսական փիլիսոփայական գործին։ Նա իր կյանքը չի շարադրում այստեղ, նա իր փիլիսոփայական կրոնական հայացքներն ավելի շուտ շարադրում, ահա այս հատորում է դետեղված այդ գործը։ Այդ աշխատությունը ունի ենթավերնագիր, չհրապարակված գործի նախաբան, որ գործի պարզ չի, կարելի է միայն ենթադրություններ անել։ Վարկածներից մեկը այն է, որ խոսքը ինչումն է իմ հավատը երկի մասին է, որը նույնպես կա այս նույն հատորում։ Խոստովանության հիմնական մասը Տոլստոյը գրել էր 1879 թվականին, իսկ վերջաբանը 82 թվականին։ Դրանից հետո գրողն ապրել է ևս 28 տարի, ոչ միայն ապրել է, այլև ակտիվորեն ստեղծագործել է։ Այս վերջին պայմանականորեն ասած իր շրջանում նա գրել էր մասնավորապես Հարություն վեպը, Կրոյցերյան սոնատը եւ Հայր Սերգի վիպակները, Խավարի իշխանությունը եւ Կենթանի դիակը դրամաները։ Գրականագետները գտնում են, որ գրողի աշխարհայացքում բեկումը տեղի է ունեցել հենց 1882 թվականին։ Այդ բեկումը կապված էր առաջին հերթին Տոլստոյի կրոնական եւ էթիկական հայացքների հետ։ Եվ գրողի հոգևոր որոնումները արտացոլված են հենց այս աշխատության մեջ, որի մասին մենք հիմա կխոսենք։ Տոլստոյը գնահատելով իր անցած ճանապարհը սկզբից որպես պատերազմին մասնակցող սպա, մինչև 26 տարեկան է, իսկ այնուհետև որպես գրող, գալիս է այն տխուր եզրակացությանը, որ պատերազմի ժամանակ նա պարզապես մարդասպան էր, իսկ ընդհանրապես կեղտոտ կրքերով, մանր փառասիրությամբ փչացած ամբողջական մի անձնավորություն, ճիշտ այնպիսին, ինչպիսիք են իր դասակարգի եւ իր շրջապատի մարդիկ, նրանց համենայն դեպս մեծամասնությունը։ Այս ամբողջ ընթացքում նա տանջվում էր էգզիստենցիալ գոյաբանական հարցերով։ Ինչի համար է իմ կյանքը, որն է կյանքի իմաստը, ինչ է լինելու իմ հոգու հետ եւ այլն։ Եվ 50 տարեկանին մոտենալով, նա 28 թվականին է ծնվել, նա իր վիճակը անմխիթար է համարում, նա իրեն համեմատում է արևելյան հեքիաթի հերոսի հետ, որը փախչում է վագրից, ընկնում է փոսը, մի կերպ այնտեղ բռնվում է ծառից։ Փոսի հատակին վիշապն է, վերևից ծառը կրծում են մկները, բայց ծառի վրա կա ինչ-որ մեղր, կյանքի այսպես ասած հաճույքները, որոնցից կարելի է ժամանակավորապես օգտվել։ Այս աղետալի վիճակից ըստ Տոլստոյի իր խավի, իր շրջապատի մարդիկ գտնում են 4 ելք։ Առաջինը պարզապես չտեսնելն է, այս վիճակը չտեսնելն է եւ պարզապես լիզել իրենց մեղրը։ Այդ մարդիկ այդպես են վարվում։ Երկրորդ ելքը էպիկուրի ճանապարհն է, հասկանալով, որ կյանքը անիմաստ է, չարիք է, հաճույք ստանալ կյանքից, որքան որ դա հնարավոր է։ Այդ մարդկանց, գրում է Տոլստոյը, փրկում է իրենց բթությունը, երևակայության պակասը։ Բնականաբար նա չի կարող նորմալ համարել այդ ճանապարհը։ Երրորդ ելքը ինքնասպանությունն է, որը եւ գործում են Տոլստոյի բնութագրմամբ իր շրջապատի առավել ուժեղ եւ հետեւողական մարդիկ։ Այսինքն, եթե կյանքը անիմաստ է, եթե դա չարիք է, ապա դրան պարզապես պետք է վերջ տալ։ Վերջապես 4-րդ ելքը թուլության դրսևորում է։ Ամեն ինչ տեսնել, ամեն ինչ հասկանալ, բայց համարձակություն չունենալ ինքնասպան լինել։ Հենց այդ թույլ մարդկանց շարքին է նա իրեն դասում։ Ինչպես է Տոլստոյի խոսքերով նա կարողացել փրկվել ինքնասպանությունից։ Իր նման հարուստ, կրթված եւ ազնվական մարդկանց համար ամեն ինչ վերջացած է։ Այդ մարդիկ ըստ գրողի ոչ մի բանի չեն հավատում, նրանց համար կրոնը պարզապես խաղ է, կեղծավորություն է կամ զվարճանք։ Նրանց կյանքը խիստ հակասության մեջ է մտնում հավատի հետ։ Բայց կան միլիոնավոր հասարակ մարդիկ, որոնց վրա գրողը մինչ այդ ուշադրություն չէր դարձնում, եւ այդ մարդիկ չեն կարող ապրել առանց հավատի։ Հավատը նրանց կյանքի հիմքն է։ Եվ
այդ աշխատավոր մարդկանց մոտ նա գտավ իրեն հուզող հարցերի պատասխանը։ Գրողի եզրակացությունն է. Աստծուն իմանալը եւ ապրելը նույն բանն է։ Ապրիր եւ փնտրիր Աստծուն, եւ այդ դեպքում առանց Աստծո կյանք չի լինի։ Եվ իր մեջ, եւ իմ մեջ, եւ իմ շուրջ ամեն ինչ լուսավորվեց, գրում է հեղինակը, եւ այդ լույսն այլևս ինձ չլքեց։ Բայց դրանով գրողի որոնումները չավարտվեցին։ Նա արդեն, ինչպես ասացի, 50 տարեկանին մոտեցավ, նորից սկսեց եկեղեցի հաճախել, ինչը չէր անում 16 տարեկանից, եւ մասնակցում էր բոլոր արարողություններին։ Նա այդ արարողությունները հասկանալի չէին։ Նրա խնդիրն այն էր, որ նա չէր հասկանում եւ մինչեւ կյանքի վերջը չէր հասկանում այդ արարողությունների իմաստը, որովհետեւ դրանց մոտենում էր զուտ բանական, կասեի մատերիալիստական տեսանկյունից։ Եվ այդ դեպքում պարզ չէ, թե օրինակ ինչու է հացը եւ գինին Աստծո մարմինն ու արյունը։ Ընդհանրապես Տոլստոյին իմ տպավորությամբ հետաքրքրում էր կրոնի էթիկական կողմը, բայց ոչ թե միստիկան։ Եթե ինձ հարցնեք, ապա առանց միստիկայի, այսինքն առանց Աստծո հետ անձնապես շփվելու ձգտման չկա քրիստոնեություն։ Բայց բացի այդ աստվածաբանական տարաձայնություններից, մեծ գրողն ուներ այլ խնդիրներ պաշտոնական ռուս ուղղափառ եկեղեցու հետ, որոնց մասին նա գրում է իր այս խոստովանության մեջ։ Նախ, նա չէր հասկանում, թե ինչու են ուղղափառները, լութերականները եւ կաթոլիկները այնքան անհաշտ իրար հետ, երբեմն պատերազմի հասնելով, չնայած հիմնական հայացքները սկզբունքորեն նույնն են, տարաձայնություններ չկան սկզբունքային հարցերում, ըստ Տոլստոյի։ Նա պատմում է, որ այդ հարցը տալիս էր բազմաթիվ աստվածաբաններին եւ հոգեվարականներին եւ բավարար պատասխան չէր ստանում։ Ամենահամոզիչ պատասխանն այն է, թե մարդիկ մեզ պարզապես չեն հասկանա, ինչը գրողի համար հիասթափեցնող էր։ Ստացվում է, որ հոգեվարականները, գրում է նա, մտածում են ոչ թե հավատի, այլ իրենց պարտականությունները լավագույնս կատարելու մասին։ Եվ կար երկրորդ խիստ տարաձայնությունը պաշտոնական եկեղեցու հետ, որը արդիական է նաև հիմա, որ այն գովերգում է, խրախուսում է պատերազմ, այսինքն ըստ Տոլստոյի սպանությունը։ Իսկ հիմնական պատվիրանն այն է, ինչպես հայտնի է, մի սպանիր։ Այսպիսով գրողը խզել էր հարաբերություններ եկեղեցու հետ եւ ի վերջո Տոլստոյին եկեղեցին հայտարարել էր իր համայնքից դուրս։ Գիտենք, որ երբ գրողը մահացավ 1910 թվականին, նրա հոգեհանգիստը տեղի ունեցավ Պետերբուրգի հայկական եկեղեցում։ Բոլոր դեպքերում Տոլստոյի տեքստերը կարդալը, անկախ նրանից համաձայն ես նրանց հետ, թե չէ, մեծ հաճույք է։ Լավ մնացեք։